Զանգեց ասես 15 րոպեից տանում ենք, թղթերս վերցրեք եկեք, տենց բան չենք սպասում։ 20-ամյա Նարեկ Թադևոսյանի քույրն ահազանգում է առողջական խնդիրներով եղբորը, որ նաև խուլուհամր մոր միակ խնամողն էր, շաբաթ օրը հափշտապ առանց նույնիսկ պատրաստվելու բանակ են տարել։ Այսօր Պաշտպանության նախարարության առջև էր Նարեկի քրոջ ընտանիքը։ Չէ, շաբաթ օրը կանչել ու տարել են, ասենք նույն օրը պավեսկ են տվել, տարել են, ոչ մի աշխատանքային օր չի ելել, բան չի ելել, տարբերակ տան ինչ-որ բանով զբաղվել, ինչ-որ հարց լուծել, ոչ աշխատանքային օրով է տարել են ու շաբաթ օրվանից մինչև այսօր զանգում թեժ գծով չեն պատասխանում։ Նարեկը խուլուհամր հաշմանդամության 2-րդ աստիճանով մոր հետ վագոն տնակում էր ապրում Նիզամի գյուղում։ Քրոջ ամուսինը Ռոբերտ Շադյանը պատմում է, 2 անգամ առողջական խնդիրների պատճառով տարկետում էր ստացել։ Նարեկը բազմաթիվ առողջական խնդիր ունի, ճնշում ունի, մի քիչ այդ հոգեկանի հետ կապված խնդիր ունի, որ ոնց եմ դժվար է հասկանում, ասենք որ տեղ թողենք ճանապարհից ճանապարհ չի կարողանա գնա, չի կարող, այդ մարդը չգիտեմ ոնց այն կապիտանի համարվե, ոնց են տարել բանակ։ Պնդում է Արտաշատի զինկոմիսարիատից նրան բուժզնման են կանչել ու ամեն ինչ ավարտել 1 օրում։ Մի օրում տես լինում է բարձել։ Մի օրը հերիք է։ Առողջական հարցերից բացի հաշմանդամությամբ ապրող մոր խնամքի հարցն է։ Նարեկն էր օրավարձով յոլա տանում տունն ու հոգում չլսող, չխոսող մոր հարցերը։ Նարեկը այն որ օրվա աշխատածով տունը պահում է, էլի, կողքից օգնող ձեռ չունեն, ոչ էլ ինչ որ բարեկամ կա, որ հստակ ստաբիլ կարա տանի պահի իրան։ Այդ է խնդիրը։ Խուլհամր մարդ է, այնտեղ գազի խնդիր կարա լինի, տունը լույս է, 1000 հարց է։ Արդեն 2-րդ օրն է, ես էլ աշխատանքի չեմ գնում, ստիպված իր մորն եմ խնամ, մինչև հարցերը հասկանանք ոնց է լինում։ Մարդը ոչ կարա աշխատի, ոչ խնամակալ ունի, յանը մենակ թողենք, եթե կորի, ասենք, եթե տուն չգա։ Ու չկարողանանք գտնենք։ Արտաշատի զինկոմիսարիատում ըստ Ռոբերտ Շադյանի ասել են թող քույրը խնամի, առանձին ապրող բազմազավակ մայր է։ Քույրն ունի տունը 5 հատ անչափահաս, 3 հատ թոշակառոս, 6-րդն է կծնվի, քերոջ առողջականն այս բանին լավ չի, նույնիսկ ինքը չի կամ երկար ոտիվակայանի, կոմպյուտերից մեկն է լինի իրան խնամի, ասենք հնարավորություն չկա, տարբերակ չունենք։ Անակնկալ նորակոչիկ դարձած Նարեկի քրոջ ընտանիքն այսօր փոքրիկներով լի մեքենայով սկզբում Արտաշատ էին գնացել, հետո Երևան Պաշտպանության նախարարություն, հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բոլորովին անտեղյակ, թե օրենքն ինչ է նախատեսում այս իրավիճակի համար։ Պետք է հստակեցնել, թե արդյոք առողջական վիճակը անձի, զինծառայողի այս դեպքում արդեն քանի որ զորակոչվել է, փոփոխված է եղել այն աստիճան, որ փոփոխվել է նաև պիտանիության մասին որոշումը։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, շատ են ահազանգերը, երբ զորակոչի վերջին օրը զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ անակնկալ այլ որոշում է կայացվել։ Եվ այս դեպքում պետք է հասկանալ 2 անգամ նույն առողջական խնդրով տարկետում ստացած երիտասարդի մոտ ինչն է փոխվել, եթե բուժում չի ստացել։ Այդ խնդիրները ծառայության ընթացքում հնարավոր է խորանան, ինչ վերաբերում է ընտանեկան հանգամանքներին։ Այն անձինք, ովքեր ունեն 65 տարին լրացած ծնողներ կամ միայնակ ծնող, ովքեր ունեն ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող ծնողներ, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ, այդ դեպքում նման անձանց չեն զորակոչում զինվորական ծառայության, եթե այդ ծնողները չունեն այլ զավակ։ Սա այն դեպքն է, որ կոնկրետ նշված դեպքում անձին չի վերաբերել օրենքի այս դրույթը։ Սակայն օրենքում կա դրույթ չնախատեսված դեպքերի համար, որից կարող էր օգտվել այս ընտանիքը, շեշտում է իրավապաշտպանը։ Եթե անձինք օրինակ հանդիսանում են իրենց ծնողների միակ խնամողը, այսպես ասած, նրանց հետ այլ անձ չկա, ով հոգ կտանի ծնողի կամ ծնողների մասին իրենց բացակայության ընթացքում, հնարավոր է նման դեպքերը նախարարության կողմից, կառավարության կողմից դիտարկվի եւ տրամադրվի տարկետում։ Կարծում եմ կարելի էր օգտվել նման հնարավորությունից, հաշվի առնելով, որ զինծառայողի մայրը փաստացի ունի նման առողջական խնդիրներ եւ ինքն իր մասին ամբողջությամբ չի կարող հոգ տանել հանդիսանալով խուլուհամր անձ։ Իդեալական կլիներ, եթե ընտանիքն այս հնարավորության մասին տեղեկանար հենց զինկոմիսարիատում, ասում է Նազելի Մովսեսյանը։ Պաշտպանության նախարարությունից այս կայծակնային զորակոչման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք, արձագանք առայժմ չունենք։